Արևմտյան կիսագնդում պայթյունավտանգ իրավիճակ է։ Միացյալ Նահանգների ու Վենեսուելայի լարվածությունը սկսեց խորանալ, երբ Սպիտակ տան ղեկավարը հրաման արձակեց կտրուկ ավելացնել երկրի ռազմածովային ուժերը Կարիբյան ավազանում։ Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի պնդմամբ ռազմական ներկայությունն ավելացվում է ահռելի քանակությամբ թմրանյութերի, ինչպես նաև ապօրինի միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ կանխելու համար։ Հարևան երկրի հանցավոր աշխարհի դեմ պայքարից բացի, Վաշինգտոնը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոին օրինական ընտրված ղեկավար չի համարում։ Մեծաքանակ թմրամիջոցներ են բերվում Վենեսուելայից։ Մեր երկիր են ուղարկում իրենց հանցավոր խմբերին, նարկոդիլերներին։ Դա անընդունելի է։ Վենեսուելայի ընտրությունները նույնքան կոռումպացված են, որքան մերն էին 2020 թվականին։ Թրամփի վարչակազմը Կարիբյան ավազանում արդեն կտրուկ քայլերի է անցել։ Ամերիկյան ռազմածովային ուժերը հարված են հասցրել վենեսուելական նավին, որը Թրամփի պնդմամբ թմրանյութեր էր տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Սոցհարթակում հրապարակելով նավի խոցումը Թրամփն ասել է, որ չափազանց վտանգավոր նարկոկարտելներն ու նարկոահաբեկիչները սպառնալիք են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ երկրի կենսական շահերի համար։ Հարվածի հետևանքով սպանվել է 3 հոգի։ Վենեսուելայի նախագահն արձագանքել է հարևան երկրի կոշտ հռետորաբանությանն ու ռազմական գործողություններին, այն որակելով ագրեսիա։ Սա լարվածություն չէ, սա ագրեսիա է բոլոր ճակատներում՝ քաղաքական, իրավական, ռազմական, դիվանագիտական, եւ սա շարունակական է։ Թրամփի վարչակազմը ցանկանում է ձեռք բերել Վենեսուելայի ոսկու հանքերն ու բնական այլ հանածոները, ձգտելով երկրում ռեժիմի փոփոխություն իրականացնել։ Այս պատերազմը կլինի ռեժիմի փոփոխության, Վենեսուելայի նավթի, գազի, ոսկու համար պատերազմ, բնական հարստության համար։ Սուտ է այն պնդումը, որ Վենեսուելայից մեծ քանակությամբ թմրանյութեր են ուղարկվում։ Վենեսուելայի նախագահի խոսքով իր ժողովուրդը պատրաստ է կռվել իմպերիալիստական ագրեսիայի դեմ, դաշնակիցներին էլ կոչ է արել աջակցել Միացյալ Նահանգներից եկող կայսերական սպառնալիքի դեմ պայքարում։ Վաշինգտոնին Կարիբյան ավազանում անկայունություն հրահրելու եւ միտումնավոր լարվածություն առաջացնելու համար մեղադրելով Կարակասը նույնպես գործուն քայլերի է անցել։ Վենեսուելայի նախագահը համազգային մոբիլիզացիա է հայտարարել, ընդգծելով, որ երկիրը պատրաստ է դիմագրավել ցանկացած հարձակման։ Լատինաամերիկյան երկրում լայնածավալ զորավարժություններ են անցկացվում։ Ներկա է եղել նաև Վենեսուելայի պաշտպանության նախարարը։ Սա այն ռազմավարությունն է, որը մենք որդեգրել ենք մեր հայրենիքը պաշտպանելու համար, եւ թող շատ հստակ լինի, մենք պատրաստ ենք մեր կյանքը զոհաբերել։ Իդեպ վենեսուելական նավի վրա հարձակումն աննախադեպ չէ։ Ամերիկյան ռազմածովային ուժերն առաջին մահացու հարվածն արձակել էին սեպտեմբերի 2-ին։ Այդ գրոհը խլել էր 11 մարդու կյանք։ Ըստ ամերիկյան կողմի, հենց ինքը Մադուրոն է սպառնալիք ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգությանը, քանի որ ներգրավված է թմրանյութերի առևտրի մեջ։ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը դեռևս ամռանն էր հայտարարել, որ Նիկոլաս Մադուրոն երկար տարիներ ղեկավարում է Կարտել դե լոս Սոլես արևների կարտել անունը կրող բանդան։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։